Պատերազմի առաջին օրից այսպես 120 օր է արդեն Իրանի ժողովուրդը Թեհրանում, այլ քաղաքներում, բոլոր հրապարակներում հավաքվում են ամեն գիշեր եւ դիմադրություն ոգի փոխանցում են ռազմաճակատ։ Իրեն ասում են, որ մենք փողոցները պահում ենք, դուք ռազմաճակատը պահեք։ Որովհետեւ զուգահեռ Միացյալ Նահանգները, պատերազմի զուգահեռ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը փորձում են ներսում Իրանի ներսում անկարգություններ ստեղծել։ Ժողովուրդը դուրս եկան եւ ամեն օր փողոցները պահում են։ 120 օր է, որ այդ ժողովուրդը պահանջում են զինվորականներին, իշխանություններին, որ անգամ մի փոքր զիջում չգնա Միացյալ Նահանգների դեմ, որովհետեւ իրեն ասում են մենք այնացենք ձեր հետևում։ این نهضتت باقیت و ظهور سید علی تا ابد دل از دست دادی خودتون معرفی کنین و برای چی اینجا حضور داشتین؟ Ներկայացրեք, խնդրեմ, եւ պատմեք ինչու եք այստեղ, ինչ է տեղի ունենում եւ որն է ձեր նպատակը։ Հանուն Աստծո, ես Հանե Խանիզադեն եմ։ Արդեն ավելի քան 120 գիշեր է, ինչ մենք թեհրանցիներս հավաքվում ենք հեղափոխության հրապարակում, որպիսի պահանջենք մեր նահատակված առաջնորդի արյանվրեժն ու արդարություն հաստատենք նրա հիշատակի համար։ شما به چه خودتون به چه نیتی Դուք անձամբ ինչ սպասելիքներ ունեք եւ ինչ եք տեսել այս 120 օրերի ընթացքում։ دیدین تو این 120 شب اینجا ما فقط تنها انتظاری که Մեր միակ սպասելիքը մեր առաջնորդի համար թշնամիներից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից վրեժ լուծելն է։ Մենք այստեղ ենք մեր առաջնորդի հանդեպ ունեցած սիրո, կարոտի եւ անսահման նվիրվածության պատճառով։ Եթե որևէ մեկը կարծում է, թե այս կերպով կարող է կոտրել մեզ, ապա չարաչար սխալվում է։ Մենք համախմբվել ենք հանուն մեր առաջնորդի հանդեպ ունեցած սիրո եւ արդարության։ به عشق رهبرمون و برای خونخواهی امام شهیدمون در اینجا جمع میشیم. خدا شده یا آقای 120 شب چی دیدین از مردم Այս 120 գիշերների ընթացքում ինչ եք տեսել ժողովրդի մեջ։ Հնարավոր է արդյոք կոտրել այս ժողովրդի կամքը։ Երբեք այս ժողովուրդն այնքան միասնական է, բոլորը միաձայն պահանջում են մեր առաջնորդի արյանվրեժը։ Մենք կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին արդարություն պահանջել մեր առաջնորդի եւ բոլոր անմեղ զոհերի համար։ Բոլոր այն երիտասարդները, աղջիկներն ու տղաները, կանայք եւ տղամարդիկ, ովքեր անիրավացիորեն զոհվեցին, մենք բոլորս միասնական ենք։ Պահանջում ենք, որ միջազգային հանրությունը լսելի դարձնի մեր վրեժի ձայնը։ Թող ոչ ոք չմոռանա մեր առաջնորդի եւ բոլոր անմեղ զոհերի թափվածարյունը։ خودتون رو معرفی کنین و اینجا برای چی جمع میشین Ներկայացրեք, խնդրեմ եւ պատմեք, ինչու եք ամեն գիշեր հավաքվում այստեղ եւ որն է ձեր նպատակը։ من مریم پورزادی هستم. Ես Մարիամ Ռամեզանփուրն եմ։ Մենք ամեն գիշեր հավաքվում ենք այստեղ մեր նահատակ առաջնորդի հիշատակը հարգելու եւ հեղափոխության արժեքներին հավատարիմ մնալու համար։ Մենք ուզում ենք աշխարհին ասել, որ մենք կանք եւ Իրանը կանգուն է։ Իսկ ո՞րն է մարդկանց հիմնական ուղերձը, ինչ նպատակով են նրանք գալիս այստեղ։
Իրականում բոլոր նրանք, ովքեր այստեղ են, ունեն վեհ ու աստվածային նպատակ։ Մենք եկել ենք փաստելու, որ հավատարիմ ենք մեր սուրբ արժեքներին, պատրաստ ենք անձնազոհության եւ նվիրված ենք մեր ուղուն։ خیمه حسینی خونخواه و جانفدایی. رمز قدرت Որն է Իրանի ժողովրդի այս տևական դիմադրության խորհուրդը եւ ինչ պետք է իմանա աշխարհը դրա մասին։ مردم ایران در چی هست؟ Արդեն ոչ թե 40, այլ կարծես 4 անգամ 40 օր է անցել, շուրջ 160 օր։ Այս ամենը մեր սերն ու մեծարանքն է մեր զոհված առաջնորդի հանդեպ։ خودتون معرفی کنین. Ներկայացրեք, խնդրեմ եւ պատմեք, որն է ձեր այստեղ գտնվելու նպատակը եւ ինչու են մարդիկ ամեն գիշեր հավաքվում հենց այս վայրում։ Բարձրելի անունով ես Ալի Աքբարն եմ։ Այսօր առաջին գիշերն է, որ սեփական կամքով եւ հեղափոխական ոգով միանում եմ այս հավաքին։ Սա կարևորագույն քայլերից է, որ կարող ենք անել հատկապես այս զգայուն ժամանակահատվածում։ Իմ կարծիքով մեր ամենակարևոր առաքելությունը փողոցներում մեր ներկայությունն է, փաստելու համար, որ մենք բոլորս միասնական ենք Իրանի շուրջ։ Ընդ որում մեր նպատակը չի սահմանափակվում միայն Իրանով, այն վերաբերում է ցանկացած մշակույթի, դավանանքի կամ հավատքի տեր մարդու, ով ձգտում է արդարության։ واقعا همینه. و هدف ما چیزی جز ایران نیست بدون شک. حالا با هر دینی با هر مذهب با هر عقیده‌ای. خب مردم برای چی Ինչու են մարդիկ հավաքվում այստեղ եւ ինչ եք տեսել ժողովրդի մեջ այս 120 օրերի ընթացքում։ Տեսել եմ այն միասնությունն ու համախմբվածությունը, որին մենք երկար տարիներ սպասում էինք, այն վճռականությունը, որ այսօր ցուցաբերում ենք հանուն մեր հայրենիքի եւ հեղափոխության, իրոք տպավորիչ է։ Սա մեր զոհված առաջնորդի թողած ավանդն է եւ մենք պարտական ենք նրան։ Այս տևական դիմադրության ընթացքում ժողովուրդը ցույց տվեց իր ուժը, որպիսի թշնամին իմանա, մեր հաղթանակը մեր միասնության մեջ է։ Մենք չենք ընկրկելու որևէ դժվարության առաջ, լինի դա տնտեսական թե գաղափարական։ Իրանի շահերի հարցում մենք զիջումներ չունենք եւ տեր ենք մեր երկրին։ خودتون معرفی Կխնդրեի ներկայանալ եւ պարզաբանել ձեր մասնակցության դրդապատճառները, ինչն է հանդիսանում այս համախմբման նպատակը եւ ինչու է ժողովուրդը այսօրինակ կայունությամբ մասնակցում այս հավաքներին։ Հանուն Աստծո, ես Թեհրանից եմ եւ այստեղ եմ միանալու այս համընդհանուր կոչին։ Իմ ներկայության գլխավոր նպատակը հայրենիքի պաշտպանությունն ու երկրի անվտանգությանն աջակցելն է։ Մյուս կարևոր պատճառը մեր նահատակված առաջնորդի պատգամին հետևելն է, ով իր կյանքը զոհաբերեց հանուն այս հողի եւ ժողովրդի նահատակվելով հենց ծառայողական պարտականությունները կատարելիս։ Մենք հավատարիմ մնալով նրա հիշատակին այսօր այստեղ ենք շարունակելու նրա սկսած սրբազան ուղին։ Հարկ եմ համարում ընդգծել, որ մեր երկիրն ու պատմությունը 8-ամյա պատերազմից մինչ օրս փաստել են, որ մենք միշտ հաղթող ենք դուրս գալիս ցանկացած փորձությունից։ Մենք այստեղ ենք պաշտպանելու մեր հայրենիքը եւ վառ պահելու բոլոր այն նահատակների ուղին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր ազատության։ Արդեն շուրջ 40 օր է ողջ աշխարհը ականատես է լինում Իրանի անդրդվելի դիմադրությանը համաշխարհային ռազմական գերտերությունների դեմ։ Ըստ ձեզ, ո՞րն է այս հաջողության եւ անկոտրում կամքի հիմնական խորհրդանիշը։